Սրտանց փառք տանք Տիրոջը սիրելի։ Տերը օրհնի ձեզ։ Աշխարհում ամենալավ տեղը եկեղեցում լինելն է։ Դրանից լավ տեղ չկա ժողովուրդ ջան։ Որտեղ խոսում է, փառաբանում է Հիսուսը, որտեղ երևում է Հիսուսը, որտեղ բեցարվում է Հիսուսը, որտեղ վայելում ես Հիսուսի քաղցրությունը, Հիսուսի մտերմությունը։ Ես հոգևոր կյանքում ինչ որ սովորել եմ, կուզեմ դա փոխանցել ձեզ։ 3 կարևոր բան հոգևոր կյանքում սովորելա պետք։ Շատ բաներ պետք չի։ Առաջինը ճանաչել Աստծո սերը։ Եվ Սուրբ Գրքում տեսեք Աստծո սիրո մասին ինչ է գրած։ Ճանաչել նրա սերը։ Եվ մենք ճանաչանք, հավատացինք այն սերը, որ Աստված մերոնի Աստված սերը, ան որ սիրո մեջ կբնակի, Աստծո մեջ կբնակի, Աստված անոր մեջ։ Եթե նրա սերը չճանաչեցինք, իր հետ չենք ձուլվի, իր հետ չենք մեկանա։ Ինչ ուզում ես սովորի Սուրբ Գրքից։ Ճանաչիր եւ հավատա նրա սերը։ Սա ամենակարևոր հարցն է։ Եվ Աստվածաշնչում ամբողջ հինուխտում կարդում ես մի տեղ չկա գրած, որ Աստված սեր է։ Պողոս Սարաքյալը 14 թուղթ է գրել, մի տեղ չի գրել, որ Աստված սեր է։ Բայց Հովհաննեսը 2 անգամ գրում է, մեկը գրում է, ան որ սիրել Աստված չի ճանաչա, վանզի Աստված սեր է։ Մեկը 8-րդ խոսքում, մեկը 16, 4-րդ գլուխ։ Աստված սեր է։ Սա շատ հրաշալի բան է։ Մեր Աստված սեր է։ Եթե դու սերին չես ճանաչում, այդ սիրո հետ կապ չունես, դու հավատքի մեջ ինչ ես անում, ինչով ես զբաղված։ Ես իմ ամբողջ կյանքում մինչև հիմա էլ արցունք եմ թափում ավելի խորը ճանաչեմ։ Ես նոր եկել եմ հավատքի, երեխա եմ եղել 21 տարեկան, դրան հետև լացում էի, ասում է Աստված ջան, դու ինձ չես սիրում, ես շատ պիղծ մարդ եմ։ Բայց հիմա այդ սերը գիտեք ինչքան եմ ճանաչել։ Ինչ պատիժ տա Աստված ինձ, ինչ հիվանդություն տա ինձ Աստված, ինչ դժբախտություն պատա ինձ, բոլորը գիտեմ սիրուց անում։ Այդքան ճանաչում եմ իրան։ Հով ասեց, ընձի սպանես էլ քեզ եմ հուսալու։ 13 գլուխ 15 խոսքում։ Այդքան տառապանք տալուց հետո ասեց, ինձի սպանես էլ քեզ եմ հուսալու։ Աստծո սեր ճանաչած մարդը իր արժեքը անիմաստ բան է, ինքը արժեք չունի, բայց Հիսուսը արժեքավորել է ինձ, իր այրունով գնել է ինձ, աշխարհում Հիսուսի այրունից թանկ բան չկա, այդ այրունով գնել է քեզ։ Երկրորդ կարևոր հարցը ուզի սովորենք, ճանաչենք մեզ, որ աշխարհի ամենավատ մարդը ես եմ, Հիսուսին խաչողը ես եմ, Հիսուսին դավաճանողը, երկնքից երկիր բերողը ես եմ, ճանաչես քեզ եւ չմոռանաս ով ես դու։ Այս 3 կարևոր բաները, ով որ խորը սովորի, նա Աստծո հետ կապրի եւ Աստված իր հետ։ Շատերը շատ բան են ուզում սովորեն։ Շատ բաները հետաքրում իրանց, եկեղեցու խնդիրներ, ուզում են սպասավոր լինեն, ուզում են քարոզիչ լինեն, երգիչ լինեն, Երևան ինչ որ անձլ լինեն։ Դրանք անիմաստ բաներ են։ Ես 21 տարեկան էի, երբ որ կարդացի այնտեղը, որ Հիսուս աղոթում է իմ համար, քո համար, որ մեկ լինենք իր հետ։ Իր հետ մեկ լինենք։ Չի ասում դու իմ ծառան լինես։ Ես ուզում եմ քո հետ մեկ լինեմ։ Այդ ինչ սեր է։ Աշխարհի ամենապիղծ եղակը մարդն է։ Եվ այդ մարդի հետ Աստված ուզում է մեկանալ։ Այդ ինչ սեր է։ Հələ տեսեք, երբ հա սիրել մեզ, ես այս խոսքերը, որ կարդացի,
Առաջին անգամ Պողոս առաքյալը գրում է Թիմոթեոսին, որ Թիմոթեոսը երիտասարդ էր, հասկանա Աստծո սերը, տեսեք ինչ է գրում։ Երկրորդ Թիմոթեոս առաջի գլուխ 9 խոսք, որ մեզ փրկեց, սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերին նայելով, հապա իր նախասանուն շնորհքին նայելով, որ Քրիստոսով մեզի տրվեցավ հավիտենական դարերից առաջ։ Մի էակ կա, որ քեզ հավիտենական դարերից առաջ սիրել է, կամ քո մասին մտածել է։ Հավիտենական դարերից առաջ։ Մարդկությունը ընդամենը մի դարը 100 տարի է, 4000 տարին 40 դար, 2000 տարին 20, հիմի 61-րդ դար, բայց հավիտենական դարերից առաջ քո մասին մտածող է եղել։ Եվ դա քո սեր Աստվածն է։ Նա ուրիշ է, չկա աշխարհում նրա նման։ Նրա սիրո մասին, խաչի վրա, Նապոլեոնը տեսեք ինչ խոսք է ասել Հիսուսի մասին։ Ասում է ես, Հուլիոս Կեսար, Ալեքսանդր Մակեդոնացի եւ շատ զորավորներ մեր իշխանությունը հիմնեցինք սրի վրա, բայց Հիսուս իր իշխանությունը հիմնեց սերի վրա։ Իրան խաչում էին, ինք ասում էր հայր, ներիր չեն հասկանում ինչ են անում։ Այդ ինչ սեր ուներ, ինչ տանջանք տվեցին խաչի վրա։ Երբ որ հայրը թողեց իրան, ինքը ճաշակեց կրակի լճի մահը։ Մեղքի վազքը կրակի լիճն է, եթե նա կրակի լճի տառապանքը չապրեր, մեզ չէր կարա փրկեր։ Նա կրակի լճի տառապանքը ապրեց։ Սաստիկ այսպիսի ողջ, որ գրված է գրքում, ոչ մեկը տենց ողջ չի արել, բացի Հիսուսի։ Հիսուսն ամյան այդ ողջն արել։ Հայրը, որ թողեց իրան, նա այս ողջ բարեց, որ իր մարմնի օրերը սաստիկ գոչումով, արցունքով, աղոտ, աղաչանք մատուցանով, որ կարող էր զինք մավանը ազատել, լսվեցավ իր բարեպաշտության պատճառով։ Եբրայեցիս 5:7, Եբրայեցիս 5:7, սաստիկ գոչումով, մարդը, որ կրակի լճի տառապանք ապրի, ինչ ողջ պետք է անի։ Ես չեմ պատկերացնում, բայց հավատում եմ։ Հիսուս այդ ինչ սերում էր, որ կրակի լճի մահը գրել է նման անպետ մարդի համար։ Նրա սերը ուրիշ է, ժողովուրդ։ Ես կուզեմ իր սերը ճանաչեք։ Իր սերը ճանաչողը իր թշնամուն էլ է սիրում։ Եղել է, որ ինձ մարդ վերջին հայանքները, իր կնոջը քարոզել է, ապաշխարել էր, վերջի հայանքներ տվեց ինձ։ Ինչ հայանք ասես եք, ես դպրոցից գալիս էի Փշատավանից, ինքը բավան չէ, 10 տնով կենի չա, վերջի հայանքներ, ցեն չարեցի։ Հաջորդ օրը մեր դռան դեմով դի գնար։ Ժամը 5-ին զարթնել եմ, մի ժամ աղոթք եմ արել, որ 6-ին հլեմ այդ մարդին պաչեմ։ Եղբայրներ կուրեր։ Այդ սերը թշնամուն պաչել գիտի։ Բայց շատ եղբայրներ կուրեր, մարդուկին իր այդ յոլա չեն հետում։ Երկուս էլ հավատացյալ։ Քուր աղբեր յոլա չեն հետում, երկուս էլ հավատացյալ։ Դրանք ինչ են հասկացել հավատքից, ինչ են սովորել, ինչ են սովորել։ Խաչի վրա իր մասին չմտածեց, մտածեց ում մասին, մտածեց աշակերտի մասին, ասեց քո մայրը, մտածեց մոր մասին, ասեց հարակո որդին, եւ անգամ են խաչված ավազակների մեկին էլ ասեց այսօր դու ինձ դրախտում կլնես։ Ով է մեռնելուց ուրիշին փրկում։
ով է մեռնելուց ուրիշին փրկել։ Բաց Հիսուսից չկա մեկը։ Նրա սերը տեսնում եք ինչքան զորավոր է։ Այդ սերը ճանաչեք։ Եվ մենք ճանաչեցանք, հավատացինք այդ սիրուն։ Այդ սերը ուրիշ բան է։ Այդ սերը ինձ սովորացրել է։ Դրա համար 54 տարի հավատքի մեջ եմ եղել։ Այսա եղբայրներ գիտեն ովքեր ինձ հին եղբայրներ են ճանաչում են ինձ։ Մի անգամ մի հատ եղբոր քույրիկ հետ խնդրեմ չեմ ունեցել։ Անարգել են, թքել են, մրել են, թե հավատացյալ, թե անհավատ, թե ծնողներս, թե պետությունը։ Սերը հաղթում ամեն ինչին։ Այդ սերը ճանաչեք։ Ես հասկացա, որ երբ հասկացա, որ պիտի բոլոր մարդկանցներ են, երբ որ բացվավ ինձ, որ խաչի վրա ճաշակել է կրակել լճի տառապանքը, ես խորը լաց եղա, աս Հիսուս, այդ ինչ տառապանք ես կրել, որ քավես ամբողջ աշխարհի մեղքը, դու քավել ես, ինչ դժվար է ես բոլորին ներեմ, ով ուզում է լինի, ինչ մարդ ուզում է լինի, ես ներում եմ բոլորին, մինչև գործեն, կանարգեն, կթքեն, մերեն հավատացյալ կլի անհավատ, ես չեմ զարմանում, որտեղ բոլոր մարդիկ սուտ են, գրված է գրքում, այդ խոսքը, որ բացվավ ինձ, որ բոլոր մարդիկ սուտ են, ասի Պավել, դու ստության մայրաքաղաք ես։ Եվ Սուրբ Հոգին տեսեք ինչ բացեց ինձ։ Երբ որ ճանաչիմ ստության մայրաքաղաք լինելը, տեսեք ինչ է բացում Սուրբ Գիրքը։ Շատերը կարդում են այդ համարները, ես էլ եմ ժամանակին կարդացել, չեմ հասկացել։ Բայց երբ որ Սուրբ Հոգին ուզում ես ճանաչել իր սերը, ուզում ես ճանաչել քեզ, տեսեք ինչ է գրած։ Ստությունը ատեցի ու անարգեցի, բայց քորենքը սիրեցի։ Եթե ստություն ես դու Պավել, անենց խորը պտի ատես անարգես քեզ, որ ուրիշի անարգանքը քո վրա չլինի։ Ես կենթանի օրինակ ասեմ։ Մի տեղի հովիվի նսենց ուղարկեցին այդ ռայոն գնամ այդ հովություն անեմ։ Այդ տեղի հովիվը մեկին պատժել էր, ինքն էր պատժել։ Մի 20 տարի է տարածք ես չեմ եղել։ Մեկ էլ այդ պատժված եղբայր եկավ սենց առաջ կայնա, ես էլ քարոզում եմ բերում, սենց արեց, սրիկայի մեկ ինձ, խոզի պես խրխրես սատկես, մի հատ ռակցիա չգնաց մեջես, որտև այնպես եմ ատում անարգում ինձ, որ ուրիշի անարգանքը վրես չազդի։ Դու ճանաչում ես քեզ, որ ատես անարգես, դու հավատում ես, որ ստության աղբյուր ես։ Մենք մտածում ենք, մենք ենք որ կանք, մեր նման աղջիկ, մեր նման լավ մարդ չկա, մենք մեզ չենք ճանաչում։ Տեսեք, եթե քեզ չատիր, չանարգիր, դու կյանքում ոչ ասում կսիրես, ոչ էլ անկորենքը կսիրես, դա հեքիաթ է, տեսեք աստծորենք սիրողներին ինչ է գրած, քորենք սիրողներին շատ խաղաղություն կա, անոնց գայթակղություն չի լար։ Ես նոր հոգի եմ եղել 21-22 տարեկան, կարդացել եմ Սուրբ Գիրքը։ Ասում է եկեղեցի կար անուն էր կենդանի էր, բայց մեռած էր։ Բայց ոմանք էլ մեռնել, բայց մի քանի անձեր սուրբ էին։ Ես ամիսներով ողբացել եմ, ասել եմ, այդ մարդկանց ինչ է սովորացրել, որ մեռած եկեղեցում սուրբ են ապրել։ Տերը խոսեց ինձ հետ, ասեց նրանք սուրբ սիրտ են ունեցել, միշտ ինձ է նայում, խոսքին է նայում։
Եվ ես ողբով այդ սիրտը ստացա Աստծուց, որպեսզի ինչ անեն ինձ հետ, ինչ տառապանք տան, անգամ եկեղեցուց, եղել է քարոզել եմ, էսի շատ տեղերում ասել եմ, քարոզել եմ, ջահել եմ, սպասավորել չեմ եղել, քարոզել եմ, 50 հոգի մկրտվել են, եկեղեցին ինձ պատժեց։ Սատանան մոտիկացավ, սատանան քնած չի։ Եվ մի խումբ երեսներ, ես սպասավոր չէի, եկան մեր տուն երեսներ, Պավել եղբայր, քեզ կսպանեն, քեզ այ քելա բաժամի, ասի խելոք մնացեք, սուրբերը եկեղեցի չեն բաժնում։ Սուրբ ապրի, սուրբ սիրտ ունեցի, սուրբ սրտով քո Աստծուն սիրել սովորի։ Ինչ է սովորի հավատքի մեջ։ Քո Աստված սերը։ Քո Աստված սերը։ Դու սիրուց խաբար չես։ Չես կարդում առաջին Կորինթացից 13 գլուխ։ Սերը ինչ է։ Քաղցր է, երկայնամիտ է, իրանը չի փնտրում, չի պարտանում, չի գոռում, ամեն բան զիջում, ամեն բան համբերում, բնավ չի նար։ Սերը ճանաչի եւ սերը լցվակու մեջ։ Մի հատ հարց տամ ձեզ։ Կա մեկ աշխարհում, որ քեզ բացատրի ինչ բան է սեր։ Ես մտածում եմ, մենակ սերը կարա քեզ բացատրի իր սերը։ Դրա համար գրքում գրված է այդ մասին։ Մենք այդ խոսքերը կարդում ենք, հավատում ենք այդ խոսքերին։ Եվ այդ խոսքերը պետք է լցվի մեր մեջ, որպեսզի լույս տա մեր աչքերին, մեր աչքերը տեսնեն այդ սերն ու ապրեն այդ սերը։ Նայեք ինչ է գրած։ Քո անունը անոնց ճանչցի։ Ու պիտի ճանչցնեմ։ Աստված ամենամեղավոր մարդին, տեսեք ինչ ասում։ Ես եսակը կարդամ նորից, բայց տեսեք ինչ է ասում, ամենամեղավոր մարդին։ Տերը բարի եւ ուղիղ է, անոր համար մեղավորներին կսորվեսնե ճամփան։ Տերը այնքան բարի է, այնքան ուղիղ է, ամենապիղծ մարդին սովորացնում է իր ճամփան։ Գերգեսացի դիվարը։ Մենակ այդ մարդի համար նստավ նավ գնաց։ Այդ մարդը ինչքան պիղծ էր, որ 2000 դևեր մտել էին մեջ։ Այդ մարդը ինչքան Աստծուն հայացք կլինի։ Ինչքան չարություն արած կլինի։ Ինչքան պիղծ մարդ է։ Բայց գնաց այդ մեղավորին գտավ Հիսուս եւ սովորեցրեց նրան ճանապարհը։ Սերը գիտի ինչ հոգի աստեղծ է քո մեջ։ Քո հոգին ոչ մեկ չի տենում, ոչ է դու կտենաս որևէ մեկ հոգին կամ քո հոգին, բայց քո հոգին արարող է, գիտի քո մեջ հոգի կա։ Եվ նա այդ հոգին արարվել է իր շնչից։ Նա չի կարա մոռանա, չի կարա մոռանա այդ հոգուն։ Դու կմոռանաս, Եդեմական պարտեզում ջախջախեց սատանան Ադամին եւ Եվային։ Բայց տեսեք, Աստված ումն է ջախջախում։ Սա 25 Սաղմոսի 8-րդ խոսքն է։ Ումն է ջախջախում Աստված։ Նայեք ումն է ջախջախում։ Զարմանալի բան է։ Բայց Տերը հաճեցավ, զանիկա ծեծելով ցավերի մատնի, անոր անձը մեղքի համար զոհանել են ետքը։ Դու պատկերացնում եք, իր որդուն է ջախջախում, սերը իր որդուն է ջախջախում։ Նա մեզ չջախջախեց։ Եսայի մարգարության 53:10։ Եվ այդ նույն Աստվածը, հələ նայեք տեսեք, ինչքան ատում մեղքը։ Ինչքան ատում մեղքը։ Դուն որ աչքերը չարություն տեսնեն մաքուր են, անիրավություն նայելու կարող չես։
Համբակունյան 1:13։ Սա Եսայի 53-ի 10-ն էր։ Եղբայրներ քուրեր, անիրավության չի կարող նայի, բայց իր որդուն ջախջախում է մեղքի համար, Աստծու համար ամենալտելի, ամենազզվելի, ամենապիղծ բանը մեղքն է, բայց իր որդուն ջախջախեց մեղքի համար։ Սերը այս սայասեր, քո Աստված սերը։ Եթե դու ես մասին մտածես ու խորես, ես գիշեր ցերեկ լաց եմ մնում ասեմ Հիսուս ջան, երարի հոգուս աշկերը բացես, ինձ առամարել սովորեմ հոբի նման, քո արցուկ տապեմ քո ոտերի վրա, քո սիրո խորությունը մինչև վերջ ճանաչեմ, իմանամ ինձ սեր ունես։ Ես խորը համոզված եմ, հավիտենությունը չի բավարարի այդ սերը ճանաչել, հավերժությունը չի բավարարի, այդ անձը նա զգացմունք չունի, նա անձն է սեր նրա, դրա համար նրա անձը սեր է, այդ սերը ամբողջ երկրագունդը պահում է այդ սերը սո երկրագնդին։ Երկրագնդը եթե 8 միլիարդ մարդ կան, սկի 1 միլիարդ հավատացյալ չկան, են 7 միլիարդ գիշեր ցերեկ հայում Աստծուն, մենք էլ ենք հայող եղել Աստծուն, բայց այդ ինչ սերը, ցանում են արեգակը գալիս է եւ արդարի եւ ամբարիշտի վրա, անձրևը գալի առշտի, նրա բաղջենելը բաղտալում ամբարիշտի բաղջեն ավել լավ աճում, քան հավատացյալ, որպեսզի ֆայմի ապաշխարի։ Աստծու սերը ինչքան մեծ է։ Հələ պատկերացրեք մի ժամում ինչքան սամոլյոտ է թռնում, ինչքան գնացք է եթում, ինչքան բենզին է ծախսվում երկրագնդի վրա։ Ով էր մտածել, այնքան սարքել է, ինչքան օգտագործում են կա Իսով ավտացել։ Էսի մեր խելքի բանա։ Մարդը 10 հատ հավ ունենա, որ կերակուշտակ սատ կստի։ Ամբողջ երկրագնդի թռչունները, գազաները, կենթանը, ով է կերակրում նրանց։ Ով է պահում նրանց։ Ասում են նրանց, որ կերակրում են, բե քեզ չեմ կերակրի, դու իմ այրանգին ես։ Ես հավատացյալներին բոլորին համարում եմ Քրիստոսի այրանգին։ Եվ այդ այրունը իմ համար շատ թանկ է, եթե թանկ է, ուրեմն դուք էլ եք թանկ իմ համար։ Ես այդ հավատքով եմ ապրում, ես հասկանում եմ Աստծու սերը, խորն եմ հասկանում, բայց ավելի խորը հասկանալու տեղ կա, որովհետև Աստծու սերը մարդին ձուլում Աստծու հետ, պատկերացնում ես, մարդիկ, որ համբյուրում են քորեսն են ճակատը ձեռդ են համբյուրում, բայց նա որ համբյուրի քո հոգին, դու պատկերացնում եք, սերը գրկի քո հոգուն ու համբյուրի քո հոգուն, այդ դու նոր կհասկանաս, թե Աստված ինչի է սեր։ Սա ուրիշ բան է, սա ապրել է պետք, սա հոգով ապրել է պետք, որ հասկանաս քո Աստված սեր է, դու սիրով որդին ես, քեզ ծնել է իր համար։ Ամբողջ շինուղտի մարդիկ հայրմեր չեն իմացել ինչ բան է, բայց նոր ուղտի մարդիկ ինչքան դիփար տանք, որ Հիսուս հարություն առա Մարիամին ասեց, գնա, իմ աշակերտն ասում է, ես ելնում եմ իմ հորքով, ձեր հորքով, իմ Աստծոքով, ձեր Աստծոքով, մեր Հերը սեր է եւ երկնքում նստած է ու մեզ անայում, ինչպիսի անձանա, նրան պետք է հոգով պաշտել, նրան ամբողջ էությամբ սիրել է պետք, սերը ճանաչի, հավատա այդ սիրում, գնա այդ սիրո հետև, գտի այդ սերը, վայելի այդ սերը, ապրի այդ սերը։
Եվ նա կբացի քո աչքերը քեզ էլ կճանաչես։ Եվ չես մոռանա ով ես դու։ Ես չեմ մոռանում ով եմ ես, որովհետև ես խորը հասկացել եմ, Աստված բացել է իմ կույր աչքերը։ Ես հիշում եմ երիտասարդ ժամանակ ինձ մի հայտնություն եղավ, պես կենդանի հայտնություն էր։ Բոլոր ժողովուրդը գոռում են խաչեք։ Մի մարդ կա այնքան ուժեղ էր գոռում, գնացի տեսա ես եմ։ Ես տենց ստոր, տենց սրիկա, տենց կիրտոտ, այլանդակ մարդ։ Էնպես է հայում, էնպես է խփում, այդ արջճով, ես ինչպիսի, ինչ տանջանք էի տալիս խաչի վրա, մխում էի ես, թքում էի, հայում էի, բայց այդ խաչված ձեռից ձեռք դուս եկավ, գլուխը շոյում և ասում էր, քեզ սիրելուց է մեռնում քո տեղը։ Ես այդպիսի սեր չեմ տեսել աշխարհում։ Դա ուրիշ սեր է։ Ես իրան խաչում եմ, սպանում եմ, հայում եմ, թքում եմ, մնում եմ։ Բայց նա ինձ սիրում է։ Ես այդպիսի սեր չեմ տեսել ոչ մի տեղ։ Միայն ինքն է դա։ Դրա համար աղաչում եմ ձեզ, այդ սերը ճանաչեք, այդ սիրո մեջ ապրեք, որ Հիսուս վաղը գալիս է, սերին ապշտակում երկրի վրայից, ուրիշ մեկին չի ապշտակի։ Եթե սիրո մեջ ապրեցի, նրա մեջ կապրես, նա էլ քո հետ կապրի, դու էլ մեկանաս իր հետ։ Այդպիսի սեր միայն Հիսուսն է։ Ես ամեն օր լացում եմ Հիսուս ջան։ Բաց իմ կույր աչքերը, որ քեզ տեսնեմ հոբի նման, իմ անձառաբարեմ հողի մոգրան սղճամ, Պողոսի նման սովորացու ամենատեն քո մագրեմ, որ ծուրվեմ քո հետ, քո սիրո խորությունը ճանաչեմ և ինչ ճանաչեմ և չմոռանամ ով եմ ես, եղբայրներ քուրեր ջան, աղաչում եմ ձեզ, պաղատում եմ ձեզ, թողեք բոլոր մտքերն ու գաղափարները, գնացեք այդ սերին ճանաչեք, այդ սիրո մեջ ապրել սովորեք, այդ սերը միայն երկինք կգնա, ուրիշ բան չի գնա երկինք, հլը տեսեք սեր ինչքան զորավոր է, նրա սեր ինչքան զորավոր է, այդ սերը հաղթեց ամեն ինչին, և այդ սերը մեզի տվել է, որ մենք էլ հաղթենք, ես խորը հասկանում եմ, որ եթե սիրո մեջ չապրենք, սերը չհասկանանք, ուրեմն ով կզատե մեզ Քրիստոսի սերեն, տառապանքը, կամ նեղությունը, կամ հալածանքը, կամ սովը, կամ երկությունը, կամ վտանգը, կամ սուրը, ինչպես գրված է, ամեն օր քեզ համար կսապանվինք, մորթվելու ոչխարի պես կսեպվինք, հապա այս ամեն բաների մեջ ալավելի հաղթող կլանու, որ մեզ սիրեց, վանց ես հաստատ գիտեմ, ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանություններ, ոչ զորություն, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, և ոչ բարձրություն, ոչ խորունկություն, ոչ ուրիշ արած կրնա մեզ զատել Աստծո սերեն, որ Քրիստոս մեր Տերոջմով է։ Տենում եք, որ սերն է զորավոր, սիրուց զորավոր չկա։ Այդ սերը, որ չհասկացանք, այս բանը չի կատարվի մեր հետ։ Սա 8-րդ գլուխ Հռոմեացիս 8:35-30 համարը կարդացի, նայեք ստեղ։ Եթե սերը չհասկացանք, Աստված Պողոս առաքյալը ինչի համար էր ուզում խաչվել Հիսուսի հետ։ Ինչ էր ստիպում իրան։ Ով է ստիպեց իրան, որ խաչվի։ Նայեք ով է ստիպել։ Վանզի Քրիստոսի սերը մեզ կստիպի։ Եթե սերը չապրի, չի ստիպի քեզ։ Քանզի մեր դատում այս է, եթե մեկ ամենու համար, ուրս ամենալ մեռան։ Ամենու համար մեռավ, որպեսզի կենդանողները իրենց անձերին կենդանի չլան, հապանով իրենց համար մեռավ ու հարություն առավ։ Ինչպես այդ սերը ստիպեց իրան աշխարհ գալու, այդ սերը կստիպի ինձի, որ ես մեռնեմ, խաչվեմ, Հիսուս ապրի մեջ։ Այս սիրո պտուղը տեսեք ինչքան զորավոր է, որ քեզ խաչել է տանում,
Ոչ մեկը չի կարող քեզ խաչի։ Այդ սերը կստիպի քեզ, որ դու խաչվես, որ դու մեռնես, որ Հիսուս ապրի։ Դրա համար Պողոս առաքյալն ինչ ասում։ Ինձ համար ապրելը Քրիստոս է։ Չի ասում ինձ համար ապրելը քարոզելը, գործելը, ապրելը Քրիստոս է։ Եվ ինքը հասկանում է, պետք է խաչվի, որ չխանգարի Հիսուսին։ Դրա համար ասում է Քրիստոսի հետ խաչել ես, այլևս ես կենթանի չեմ, Քրիստոսն է կենթանի իմ մեջ, որ ապրում եմ նրա որդու հավատքով եմ ապրում, կանգնենք աղոթքի Տիրոջ առաջ, Տիրոջ հոգին ներկա է մեր մեջ։